Երբ մարդ մը գտողու քեզ, երբ գործընծնես աշխատանքդ, երբ մերժում կստանաս, մտած է, իսկ եթե այս ճնշումը Աստծո ուղղությունն է ինձ համար, եթե այս դուրը փակվեցավ, որովհետև Տերը գուզե նոր դուր մը բանալ, Աստված կսե, ես Տեր կգարավարեմ քամիները, և քու փոթորիկդ Տեր իմ ցերկիս մեջ է, մի մոռնար, ես ամենակալ Տերն եմ։ Ինչ եզրակացություն կարելի է ընել։ Սիրելիներ, այսօրվա պատգամը մեզ կհրավիրե ապրելու վստահությամբ, ոչ միայն այն պահերուն, երբ ամեն ինչը հարթ է, այլ մանավանդ երբ ալիքները կզառնեն։ Մեր ուղին երբեմն պիտի անցնի փակ դռները, գորուստի միջոցով, փոթորիկներու եւ ուշքնության մեջ են, բայց մեզ մե յուրաքանչյուրին վստահեցված է ընտրանքը, ապրիլ տագնապով, թե ապրիլ վստահությամբ։ Իմ գոչումս է ցեզ հավաստել, որ այդ փոթորիկը վերջը չէ, այդ փակ դուրը բարդություն չէ, այդ արցունքը դատարկ սուգ չէ, այլ այդ ամենը Տիրոջ գործիքներն են, որբեսի դուք փոխվիք, որբեսի առաջնորդվիք, որբեսի հասնիք Գենեսարեթ։ Ուստի վստահեցեք ոչ միայն երբ կտեսնեք, այլ մանավանդ երբ չեք տեսներ։ Վստահեցեք ոչ միայն երբ կհասնիք նպատակին, այլ երբ ճանապարհը կփոխվի։ Վստահեցեք ոչ միայն երբ հրաշքը կտեսնեք, այլ երբ փոթորիկը կխառնե ձեր ծրագիրները։